բոլորը կոմիտաս ասում։ Կոմիտաս նշանակում է երաժշտության ուսուցիչ, և քանի որ վարդապետը շատ երգեր է գրել և ստեղծագործել, այդ պատճառով բոլորը նրան կոմիտաս անվանեցին։ Վարդապետ, երևի նա վարդեր շատ է սիրել։ Վարդապետը դա եկեղեցական կոչում է, երբ կահանաները գիտական աշխատանքներ են գրում, նրանք ստանում են վարդապետի աստիճան։ Կոմիտասն իր ժամանակներում բազմաթիվ ստեղծագործություններ է գրել, գիտես ինչքան։ Ինչքան։ 1000-ից ավել։ Իսկ որտե՞ղ է հիմա կոմիտասը, նա մահացել է։ Ոչ, կոմիտասի նման մարդիկ չեն մահանում, նրանք հավերժ ապրում են մարդկանց սրտերում ու հոգիներում։ Տեսնես կոմիտասները կենդանի է։ Որի վիճակված էր դառնալ հայ մշակույթի պատմության ամենամեծ դեմքերից մեկը։ Գևորգ Երթագուհի Սողոմոնյանների ընտանիքում լուսաշխար եկավ մի տղա՝ Սողոմոնը։ Չնայած նրա ծնողները հասարակ արհեստավորներ էին, բայց նրանցից յուրաքանչյուրն ուներ երաժշտական մեծ տաղանդ, որն էլ փոխանցվել էր իրենց որդուն։ Տխուր ու զրպարտանքներով լի էր Կոմիտասի մանկությունը։ Նա կորցրեց մորը, երբ դեռ 1 տարեկան չկար։ Տեղի տարրական դպրոցն ավարտելուց հետո հայրը նրան ուղարկեց Ռուսիա, ուսումը շարունակել, սակայն դա նրան չհաջողվեց, քանի որ 4 ամիս անց նա տուն վերադարձավ վերջնականապես որբացած, մահացավ անջով, իսկ Սողոմոնը ընդամենը 11 տարեկան։ Նա հիանալի երգում էր և Քյութայիայում նրան անվանում էին թափառական փոքրիկ երգիչ, և այսպես 1881 թվականին տեղի ունեցավ մի իրադարձություն, որը ընդմիշտ փոխեց Կոմիտասի կյանքը։ Տեր, Աստված օրհնի զավակը, վերապար նոր արեգաս երեխային, ով է նա, որ երեխայ է 28 վիճականության նրան ընտրեցին, ով է դու որդիս ում տղան է, վերապար նա հայերեն չգիտի, եթե նա հայերեն չգիտի, ես ում ոչինչ չունեմ նրա հետ խոսելու, վերապար հաճեցեն նրան եկել տար, նա շատ գեղեցիկ երգում է հայերեն։ Շիրունիկ, լավ կաքավիկ, Սողոմոնի երգը լսելուց հետո կաթողիկոսը շատ հուզվեց և դիմեց վանականին, Սողոմոնին տարեց ճեմարան, բարձր դասարանի աշակերտների մոտ, թող հայերեն սովորեցնեն։
Երբ Օրհիկ Սողոմոնը դարձավ Գեորգյան Ջեմարյանի սան, իր բացառիկ ընդունակությունների շնորհիվ նա շատ արագ իրացրեց իր մայրենի լեզուն, սովորեց տարբեր երկրներում և վերադառնալով հայրենի, ամբողջ աշխարհում հայտնի դարձրեց հայերն ու երաժշտությունը։ 80 ժամանակում ավարտելուց հետո ընդունում է քահանայի աստիճան, նշանակում երաժշտության ուսուցիչ ժանրը, ստեղծում երգչախումբ։ Միտասիրը բակույն ստեղծագործություններ է հայ մերը հայ ժողովրդի դիներ չիլներու դժվարի պահին մանկան շուրթերից ասուստյանքը խնդրվում մայրիկների և հայրիկների համար և որ աստված պահի ու պահի բոլոր մայրիկներին։ Որոնցից մի քանիսը կներկայացնեն մեր սաները։ Ձիուկ, Հոյնազան, Լորիկ, Կակավիկ, Կար։ Երկումը հրաշքնիսի մանկապարտեզի երկչակ։
Շրջում է Հայաստանի տարբեր շրջաններով և գյուղերով, հավաքագրում և ձայնագրում և մշակում է հայկական ժողովրդական երգեր։ Zazem
շատերը շունչ ոգի առան մեր բարերում, որտեղ արտացոլվում է մեր ժողովրդի մշակույթը։
Կոմիտաս վարդապետս իսկը որպես չունի։ Նա ծնվեց, որ հայր է կանմահանա, ծաղկիր ուրին մունգութով լսնի արշան մարդկանց սարտերը։ Նա դարձավ երաժիշտ, կարապետեց, ամբողջությամբ տիրապետեց երաժշտության արվեստի։ Դարձավ կոմպոզիտոր, որովհետև գրեց բազմաթիվ երգեր, խմբեր, բաղկական, երաժշտական, հոգևոր, ժողովրդական ստեղծագործություններ։ Դարձավ բանահավաք, որովհետև շրջեց հայկական բնակավայրերով, հավաքեց մառացումից փրկեց մի քանի հազար և մի ողջ մշակույթ։ Դարձավ երկիր խմբավար, բազմաթիվ համերգներ տվեց իր երգչախմբով ու փայլեց իր կատարումներով։ Դե արի գնանք միանանք մեր խմբին։ Դու ամենայն հայոց երկի վեհապարն ես, դու մեր երկի մեծրոք մաշտոց, գիրն ու տարն ես հայոց երկի անծիր հերկի, և ապոսն ու խորում կարն ես և մատնտիր սեր մնելը, և խոստում ագալիք բերքի, և ծիրանի մերային ծարն ես, որ ինչքան էլ ճաղակոտոր շտկվել է և բար տվել, ու մեր դարդը իրար տվել։ Եվ հայրենի այն ծիծառը, որ հավիտյան բույն է դրել մեր հոգու մեջ, մեր կիսավեր ու դեռ կանգուն տաճարների ու մեր երկրի գմբեթի տակ։ Դու մեր տավիղ, և քո լերը մինչև անգամ և հատվելիս հայերեն է նորից ճակում։ Դու մեր սրտի ձայնալարը, մինչև անգամ բահատվելիս հայերեն ես դարձյալ դնքում։ Դու ես քարը և սրբատաշ մեր պատշարը, հաց օրվա և նեղ ժամի մեր պաշարը։ Մեր փակ հոգին, բաց աշխարը, սրբագործված մեր նշխարը և մեր ճարը օտարահոտ աղտի դիմաց, խնկածավալ մեր տաճարը օտարահոտ աղտի դիմաց, վերադարձի մեր պատճառը մեր հարկատիր գաղթի դիմաց, համահավաք մեր հանճարը ասկոսփյուր բախտի դիմաց, դու մեր հաստատ մասի սարը, վստահելի թիկունքն ես մեր երկերի ծովասարը ու բյուրակյան ակունքն ես մեր արմատված հավքի լեսուն, մեր կարոտած ֆիդային յարը, մեր լեփրեցուն հոգիների ձայնատարը, մեր երկերի խազը, նոտան, ձայնատարը, ձայնասփյուրը կենդանի ու ձայների թանգարանը, մեր հայկական երգարանը։